Ընտրական գործընթացներում երկու մաթեմատիկա կա, երկու հաշվարկային բազա կա։ Մեկը ՏԽՎ-ների հաշվարկն է, մյուսը նախընտրական հիմնադրամի ծախսերը։ Եվ օրենքը հստակ անհրաժեշտ է, այստեղ ազդեցության գնահատման խնդիրը չկա, ծախսը գերազանցեց կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից։ Մեր ներկայիս հստակալներով հիմնավորվում է 960 միլիոն դրամի ծախսը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գերազանցել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առհասարակ չպետք է թույլատրել կուսակցության մասնակցություն ընտրություններին։ Բարձր դատարան այս ընտրությունները պատմության մեջ բացառիկ այն ընտրություններն են եւ այս process-ը բարձր դատարանային process-ն է, որի ընթացքում կուսակցությունների ընտրությունների արդյունքների կեղծումը կարելի է ապացուցել կալկուլյատորով, պարզ հաշվարկի միջոցով։ Եթե միշտ քննարկվում է ազդեցություններ, հնարավորություններ եւ այլն, այստեղ թվաբանական հստակ հաշվարկներով գալիս ենք եւ ձայների հաշվարկի եւ ֆինանսական ծախսերի հաշվարկով դա ապացուցելի է։ Իրավական հետևանքը, որը պետք է լիներ, պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել չհամարել, չգիտես ինչի կուսակցության որոշված հաշվարկի մեխանիզմը առաջնորդվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կուսակցությունների իրենց տարեկան հաշվետվությունների համար նախատեսված ընթացակարգով, այլ պետք է պահանջել հստակ շուկայական գներ, իր Facebook-ի ծառայությանը պահանջել, որ աուդիտորները պահանջեն փաստաթղթեր, սեփականատերերից վարձակալության ծախսեր եւ այլն։ Դա չի արվել, հաշվարկը չի արվել, տուգանքը չի ավելացել, հիմնադրամի ծախսերը ճիշտ չեն գնահատվել։ Դա էլի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականությունն էր, որը չի կատարվել։ Պարոն Դիլանյան, ընտրողը նաև լսում է։ Եվ այս 4-5 օրվա ընթացքում լսեց դատավարության մասնակիցների հարցերը եւ դրանց տրված չպատասխանները։ Լսեց նաև, որ մեր կողմից առաջարկ եղավ նաև մեր դիմումի հիմքում գազլայների հաշվարկի թերությունների այսքան բացակայող ստորագրությունների առումով ձևավորել աշխատանքային խումբ մեր սահմանադրական դատարանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներից, որպեսզի վերջո պարզվի, թե ի վերջո նվազեցված թվերից 4000-5000 տարբերությունը ինչով է պայմանավորված։ Այդ առաջարկը չընդունվեց եւ ինչպես նշեցի նաև պատասխանողն էլ էնտուզիազմ չուներ այդ հարցը արագ աշխատակարգային եղանակով լուծելու համար եւ մենք պնդում ենք, որ մեր կողմից ներկայացված փաստը բարձրացանում չի հետքվել եւ պետք է ընդունվի որոշման կայացման հիմքում դրվի։ Պարոն Շատիրյան, ներողություն, մենք էլ այստեղ բանում ենք ավելացնելու։ Մենք տեսանք զինծառայողների մասնակցության խնդիրը տեղամասում։ Հատ պատասխանի ընթացքում ընտրողը լսեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հաստատեց, որ տեղամասից խնդիրը բարձրացվել է տարածքային, եկել է այնուհետև անմիջապես իրեն է հասել, ինքը կարգավորել է, բայց լավ չի կարգավորել։ Դժվար է երկու մարդու միջոցով փոխանցել պարզ տեքստ, որ քվեարկը սենյակից դուրս ոչ մեկ չպետք է քվեարկի ու դա տեղ չհասնի, մանավանդ որ տեղի հանձնաժողովի նախագահը հաստատ անոմալ պայմաններում ինքնագործունեությամբ չէր զբաղվելու եւ այդ զանգերի պատմությունը հուշում է, որ այդ գործողությունները կատարվել են։ Արդյունքում միջաստացվում Վահագն Հովակիմյանը սխալվել է, չի կարգավորել, չի հետևել ժամերի ընթացքում քվեարկությունը ետ պահպանվել 10-11-ին։ Ու հետո դրա բացասական հետևանքով պետք է կրի հայ ընտրող 58000 ընտրող։ Պարոն Շատիրյան, ընտրողը նաև հաշվել գիտի ու շատ լավ տեսնում ու հաշվում է Վահագն Հովակիմյանի թվաբանությունը, ԲՀԿ-ի կողմից ներկայացված հաշվարկների հակասությունը եւ ի հակառակ կամ զուգահեռ իրավաբանության թվեր չեն կարող միաժամանակ ճիշտ լինել այս բոլորի համար։ Պարոն Շատիրյան, մենք եւ ձեր մաթեմատիկան իրար համապատասխանում են, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ տարբերվում է։ Այն պարզ հարցի, թե ինչ կլիներ ընտրությունների արդյունքը, եթե 3 տեղամասերի մամավեր չճանաչվեր, պարզ վերապահումով է պայմանական հարցով դատողություն։ Այդպես է կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ հստակ պատասխան չտվեց, որ ԲՀԿ-ն հավաքելու է 4% ձայները։ Տիկին Սաֆարյան, ընտրողը նաև հոտառություն ունի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի ամենգրացիները ասում են նյուխ, ինտուիցիա, զգում են։ Նույնիսկ երբ ամբողջ տեղեկատվությունը նա չունի, նա հասկանում է մթնոլորտը ինչպիսին է։ Ատելության խոսքին վերաբերյալ։ Այստեղ քաղաքացիական պայմանագրի գործընկերները շատ տխուր փորձեր են անում ըստիս արդարացնելու իրենց առաջնորդի դասագրքային ատելության խոսքը։ Տեսարանը ճիշտ ասած ավելի դժվար է դառնում, երբ փորձում են այն արտահայտությունները դուխի չես զոհվել, կզածնելու եմ, գետինը մտնես արտահայտությունները
արդարացնել հակառակորդներին ուղղված լինելու պատճառաբանությամբ։ Այդ արտահայտությունները որևէ մեկին կլինի հասարակ քաղաքացի, կլինի քաղաքական մրցակից, ընդունելի լինել չեն կարող, եւ ես եւս ակնկալում եմ բարձր դատարանի հստակ դիրքորոշումը, որպեսզի նմանատիպ արտահայտությունները վարչական ռեսուրս ունեցող ուժի առաջնորդի կիրառությամբ հատկապես բացառվեն մեր քաղաքական խոսույթից։ Իրապես ակնկալում եմ նվազագույն ակնկալիքը, որ կարող եմ ունենալ բարձր դատարանից, արձանագրել, որ որևէ մեկի նկատմամբ նման արտահայտություններ կիրառվել չեն կարող եւ ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն այն բոլոր մարդիկ, ովքեր որևէ կերպ փորձում են արդարացնել այդ արտահայտությունների գոյությունը մեր խոսույթում։